Ժիրայր Կոստանյանն արդեն 70 տարի է զբաղվում է մեղվապահությամբ։ Ամեն առավոտ հոգատարությամբ է խնամում իր ջրաջան ու աշխատասեր մեղուներին։ Վերջիններիս ագրեսիվությունը մեղմելու համար փեթակներին մոտենալուց առաջ սովորաբար մեղվապահները ծխարան եւ հատուկ հանդերձանք են օգտագործում, բայց Ժիրայր պապն առանց ծխի ու պաշտպանիչ հանդերձանքի է մոտենում մեղվանտանիքներին։ Փեթակ առ փեթակ ուսումնասիրելով մեղրահացերը, մեղվապահը նշում է, որ մեղուներն իրեն վնաս չեն տալիս, սովորել են, իսկ եթե կծումել են, ապա շատ հազվադեպ։ Ամբողջ բարդությունը մեղվին հասկանալն է, քանի որ հենց այնպես նրա կյանքի մեջ մտնելն ուղղակի անհնար է։ Մեղվաբույծը մեղվանտանիքների ճիշտ բազմացման վարպետությունը մանուկ հասակում է սովորել հորից։ Այստեղին ծնվել եմ 5 տարեկանից մեր տուրը մեղու եղե։ Հորս գործն եմ շարունակել, միշտ է պահել ենք, կոլխոզին եմ մեղվապահ աշխատել, մեղուները միշտ էլ տարեպերել եմ։ Մեղվաբուծությունը պետք է հասկանաս։ Նախ մեծ պատմություն չէ, ոչ էլ պրոֆեսորություն է, եթե սեր ունեցար մեղվին, մեկ տարին, երկրորդ տարին դու կրաս ամեն ինչ են մեղվին, էդի կսելու բան չէ, շատ մարդիկ են ուզում, բայց կամ ալերգիա իրաց մոտը չեն պայում։ Բարձր արդյունավետությամբ ուժեղ մեղվանտանիքներ ունենալը որակյալ ու կայուն մեղվաբերք ստանալու հիմնական պայմաններից մեկն է։ Ժիրայր պապի մեղվաբներում կա 80 մեղվանտանիք։ Եղել են դեպքեր, երբ մեկ մեղվափեթակից 60 կիլոգրամ մեղր է ստացվել։ Մեղվաբուծությունից չի դժգոհում, ասում է բարձրորակ մեղր է ստանում։ Հիմնական խնդիրը մեղրի իրացումն է։ Իրացումը շատ բարդ է լինում։ Ամեն մարդ իր ծանոթն ունի, էլի։ Ամեն տարվա առնող գնորդ հասկացողությունը, բայց այս տարի մեղրն ու շատ է, գնորդները չկան էլ այդքան շատ։ Իրացումն էլ, չգիտեմ, շուկայում մենք իրացում չունենք, հատուկ կեդեր, որ տանենք, իրացնենք մեղրը։ Դե դրա համար մենք արդյունաբերություն պետք է զարգացնենք այդ ուղղությամբ, որ մտերենք։ Դե ցանկություն ունենք, որ փաթեթավորում ունենանք, մեղրը խանութներին արտահանենք, ցանկություն ունենք, կարծեմ մոտ ապագայում այդ ծրագիրը իրագործելու ենք։ Իրացման մասին ինչ եմ, պետք է պետական օրեն եղնի, կամ պետք է ասեն որ ինչ-որ հարգուտուրկը ընդունում ենք, կատե մի 110 120 դրամով են ընդունում, թող մեղենել են կին, 2000 3000 տանենք հասնենք, ոչ թե տունը մնա մեղրը։ Ֆլագեկը տունը դրած է։ Ես եմ կամ հիվանդի մարդ դե առնին, կամ էլ ժողովրդից հեռնել այդպես փող չկա, որ մեղադրես թե ինչի մեղր չեն ուտում, մարդիկ չեն կրում, չեն ուտում։ Կոստանյանների սեղանից մեղրն անպակաս է, տնային պայմաններում մեղրի բաղադրությունը ստուգելու եղանակները շատ են։ Ժիրայր պապն ասում է, հմուտ մեղվապահը նույնիսկ հոտով կարող է տարբերել բարձրորակ ու անարատ մեղրը։ Մի տեսքանի կդրի, ինքը պետք է վիրև թռնի, որ բրզավ։ Իսկ պիսոկը ճլիպես երգնում է, ծուտ է իշխոր կբնի, տեսել է, հավաքում է, նոր եղնում է։ Իսկ պիսոկը ողավ հետ է, ինքը ռեզինի պես հավդի կախեմնի, չի վիրևելնի։ Ասում են մեղվապահի հմտության մասին մեղրի համը պետք է պատմի։ Մեղրաշատի աշխարհագրական դիրքը մեղր ստանալու համար բարենպաստ է, մնում է լուծել իրացման խնդիրը։ Լիլիթ Հովհաննիսյան, Արթուր Մարգարյան, Այսօր։